Ողջույն, մենք սկսում ենք Cisco Packet Tracer-ի դասընթացը, լաբորատոր աշխատանքների շարքը, ինչպես նաև ընթացքում ես բացատրելու եմ նաև տեսական մասը։ Սա Cisco Packet Tracer-ի կոնսոլն է։ Դուք կարող եք Cisco Packet Tracer, ուրեմն Google-ում գրել Cisco Download Packet Tracer, հա, գալ այս կայքում, nethack.com-ում, պետք է այստեղ գրանցվել, այնուհետև այստեղից դուք կարող եք քաշել download Cisco Packet Tracer-ը, դուք կգաք այնտեղ, որտեղից պետք է քաշեք, Cisco Packet Tracer ուրեմն կա macOS-ի, Ubuntu եւ Windows-ի համար։ Իմ օպերացիոն համակարգը Ubuntu է, ձերը կարող է լինել macOS եւ Windows։ Այստեղ կա ինստրուկցիան, թե ինչպես ինստոլ անել, ուրեմն Ubuntu-ի, macOS-ի եւ Windows-ի վրա։ Սա շատ հեշտ գործընթաց է, ուստի ես դրա վրով չեմ անցնի, դուք այն ինքնուրույն կանեք։ Վերադառնանք մեր Packet Tracer կոնսոլին, քանի որ այստեղ մի քիչ շատ փոքր է ամեն ինչ, բերեք գանք Options, Preference, հա, գանք ուրեմն Font, մի քիչ ուրեմն մեծացնենք մեր, այստեղ տեսնում եք չափեր 8 է, դնենք, ենթադրենք 12, դնենք 12, սա է, դնենք 10 ու apply տանք։ Տեսնում ենք, որ մեր ուրեմն իկոնկեքի չափերը մեծացան, դուք կարող եք կառավարել ըստ ձեր նախասիրության, ինչպես նաև այստեղից մենք գանք Preference ու միացնենք այստեղ Always show port labels in logical workspace։ Ես հիմա կասեմ դա ինչ է, բերեք փորձենք եւս մեկով մեծացնենք, apply տանք, սա CLI է, CLI-ը բերեք հլը որ 14 դնենք, հեսա կտեսնենք հարմար է մեզ, թե չէ։ Առաջի լաբում մենք կընտրենք երկու հատ ռոուտեր, այստեղ այս մասում դուք տեսնում եք ուրեմն network device-ները, այստեղ գտնվում են ռոուտերսները, ահա պահում եք վրա, այն ցույց է տալի։ Վերեք ընտրենք երկու հատ ռոուտեր, ահա 1, 2, սեղմելով այստեղ դուք կարող եք ուրեմն փոխել անունը R1, հա, եւ R2, մեծատառ R, սարքենք, մեծատառ R, տակ, հլը բերեք մի քիչ մեծացնենք, գանք Font, այստեղ դնենք 14, apply տանք, 12 սարքենք, apply տանք, մի քիչ մեծացնենք, ահա, սենց երևի թե մեզ հարմար է։ Ուրեմն ինչ ենք մենք անում, մենք պետք է առաջի դասում, այս դասում որոշակի կոնֆիգուրացիա անենք։ Գալիս ենք նախ այստեղ connection-ների վրա, սա automatic connection-ն է, այստեղ կան connection-ների լիքը տեսակներ, հա, console, copper straight through, crossover, single fiber mode, multi fiber mode, phone եւ այլն։ Ընտրենք automatic, թող այն automatic որոշի։ Հիշում եք, որ ես միացրի այստեղ Options, Preference եւ Always show port labels in logical workspace։ Ահա դրա համար այս ինտերֆեյսները երևաց սա մեզ շատ է օգնելու։ Քանի որ Cisco device-ներին սկզբում դուք պետք է գտնեք console cable-ով, դա սովորաբար արվում է համակարգչի եւ սարքի վրա գտնվող console cable-ով, սակայն Packet Tracer-ը թույլ է տալիս կտցնել սարքի վրա, գալ CLI եւ հաշվի առեք, որ սա ուրեմն console cable-ով եք դուք կպել ձեր սարքին։ Would you like to enter initial configuration mode? No, Cisco-ն ձեզ առաջարկում է ուրեմն հարցերի միջոցով կոնֆիգուրացնել սարքը, եթե դուք ընտրում եք yes, դա մեզ պետք չի։ Ահա մենք գտնվում ենք user exec մոդում, Cisco-ի ուրեմն ռոուտերների default անունը ռոուտերը ու ինչպես նաև այստեղից մենք նաև տեսնում ենք, որ ռոուտերների ինտերֆեյսները by default-ով անջատված են, հա։ Տակ, գանք նորից այստեղ, սա մեծացնենք, հավաքենք enable, գնանք privilege exec mode, որպեսզի կարողանանք կոնֆիգուրացնել մեր Cisco սարքը, մենք պետք է գնանք կոնֆիգուրացիայի մոդ, configure terminal։ Բերեք ես CLI-ը մի քիչ էլ մեծացնեմ, տակ, preference, font, CLI, սարքենք 16, apply տանք, փակենք սա, գանք այստեղ։ Տեսնում եք, որ մի քիչ մեծացավ։ Մենք հիմա ռոուտերի կոնֆիգուրացիայի ռեժիմում ենք, այստեղ դուք տեսնում եք router config, սա գլոբալ կոնֆիգուրացիայի ռեժիմն է, այստեղ այս ռոուտերի անունը R1 է, ուստի բերեք նրա անուն տանք, անունը դնենք R1, դա արվում է այստեղ, hostname R1, այս հրամանով, տեսնում ենք այստեղ, որ անունը
փող 6, հա։ Բերեք muse router-ին անենք, router 2-ին, գանք CLI, would you like to enter initial configuration mode? No. User exec mode-ում գանք privilege exec mode enable, privilege exec mode-ից հավաքենք configure terminal եւ գանք global configuration regime եւ հավաքենք hostname R2, սա R2-ն է։ Այստեղից որպեսզի դուրս գանք հավաքում ենք exit եւ այստեղից էլ որպեսզի դուրս գանք հավաքում ենք exit։ Հիմա մենք պետք է enable secret password-ը տանք։ Ինչ է enable secret-ը։ Բերեք հիմա մենք տանք այն եւ կտեսնենք արդյունքը։ Գանք վերջից, հա, enable։ Եթե դուք հավաքում եք հրաման եւ հավաքում եք հարցականգողը, տեսնում եք թե տվյալ հրամանի ենթահրամանները ինչ կարող եք ուրեմն դուք կարգավորել։ Հավաքենք enable secret եւ տանք անունը։ Ահա, կարող եք այստեղ միանգամից նշել անունը եւ այլ կոնֆիգուրացիաներ կարգավորել։ Մեզ պետք է enable secret եւ տանք Cisco անունը։ Հիմա որպեսզի մենք հետ դառնանք, մենք կարող ենք հավաքել exit կամ հավաքել end։ Այստեղից էլ exit եւ հիմա գտնում ենք user exec mode-ում։ Բերեք հավաքենք enable, տեսնում ենք մեզնից password-ը ուզում, բերեք հավաքենք Cisco։ Տեսնում ենք, որ մենք նորից privilege exec mode-ում ենք, ահա թե ինչը enable password-ը, դա ասենց ասած best practice է։ Հիմա հավաքենք show running config, տեսնենք ընթացիկ ուրեմն կոնֆիգուրացիան եւ այստեղ տեսնում ենք որ մեր Cisco password-ը encryption արած է, քանի որ մենք հավաքել ենք enable secret։ Բերեք գանք router 2, գանք enable, այստեղ password չկա, գանք configuration regime, հավաքենք enable password, հա, եւ գրենք Cisco։ Միած ստուգենք, տակ exit enable եւ մեծատառ Cisco։ Show run, դուք կարող եք նաև այսպես անել sh run, հա, սա ուրեմն show running-ի կարճ տարբերակն է, քանի որ sh run դա միայն համընկնում է show running config-ի հետ։ Տեսնում եք, որ այստեղ password-ը մեր սենց ասած բաց տեքստով է։ Որպեսզի այն բաց տեքստով չլինի եւ նաև այլ password-ները կոնֆիգուրացիան ֆայլում, այսինքն show running config-ում, մենք պետք է հավաքենք մեկ այլ հրաման service, հա, password encryption, սա թույլ է տալի բոլոր բաց password-ները encryption-ներ, հա, encryption անել, ծածկագրել, տանք enter, որպեսզի հիմա հետ չգնանք, քանի որ այստեղից show հրամանը չի աշխատում configuration ռեժիմից, global config ռեժիմից, մենք կարող ենք հավաքել do show run եւ տալ enter։ Տեսնում ենք, որ password-ը ծածկագրված է։ Հիմա բերեք no service password encryption, իդեպ ցանկացած հրաման ջնջելու համար դեմից հավաքում եք no, բայց բերեք մի ուրիշ բան է ցույց տամ, գամ configuration regime, no, տեսեք ես հավաքում եմ service եւ tab եմ տալի, բերեք հարցական տամ, տեսնում ենք, որ say-ով սկսվում է մի քանի հրամաններ, հա, secure, security service, եթե ես տալիս եմ ser, քանի որ այս երկուսը արդեն բացառվում է եւ հավաքում եմ tab, այն ավտոմատ լրանում է։ Pin հարցական, տենում եք password-ով միայն մեկ հրաման կա, հա, p-ով, տալիս եմ tab եւ այն լրացվում է։ No password encryption։ Այստեղից exit ենք անում եւ հավաքում ենք show running config։ Մենք ջնջեցինք service password encryption-ը, սակայն մեր password-ը դեռ ծածկագրված է։ Սակայն ապագա password-ները, որոնք բաց տեքստով են լինելու, նրանք բաց տեքստով են ուրեմն պահպանվելու, քանի որ մենք ջնջել ենք այս հրամանը, ահա no service password encryption։ Հիշեք, սա շատ կարևոր է, որպեսզի service password encryption-ը լինի ձեր կոնֆիգուրացիայում, հա, service password encryption, ահա, տանք enter։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս երկու ինտերֆեյսները ուրեմն անջատված են, բերեք նրանց միացնենք, configure terminal, դուք կարող եք նաև հավաքել ուրեմն conf, տեսեք conf-ով միայն configure-ն է եւ t միայն terminal-ն է, conf t, գալ ինտերֆեյսի configuration regime, int tab, gig tab եւ ինտերֆեյսը 00-ն է, հա, gigabit ethernet 00, ուրեմն 00, քանի որ by default router-ի ինտերֆեյսը անջատված է, մենք պետք է հավաքենք no shutdown, քանի որ shutdown հրամանը
Այն անջատվում է ինտերֆեյսը եւ այն միացնելու համար մենք հավաքում ենք node shutdown եւ տեսնում ենք, որ այստեղ մեզ ասում է, որ այս ինտերֆեյսը միացված է։ Ինչու սակայն այն չկանաչեց, որտեվ muse ծերը նույնպես անջատված է, այսինքն կապի գծի muse ծերը նույնպես անջատված է։ Հավաքում ենք conf-t, գալիս ենք interface gig 00 node shutdown, միացնում ենք այն եւ տեսնում ենք, որ մեր լինկերը միացված են։ Սա պահպանելու համար դուք կարող եք այստեղ save անել եւ ինչ որտեղ պահպանել ձեր ֆայլը, որպեսզի նրա վրա, չգիտեմ, օրինակ շարունակական գործողություններ անելու համար։ Այստեղ դուք կարող եք ուրեմն տեսնել ռոուտերները, սա switch-ներն են, սա hub-երն են, սա wireless device-ներն են, cellular device-ները, սա security-ին վերաբերող device-ներն են, սա WAN emulation-ն է, այսինքն մենք ինտերնետի էմուլյացիա ենք անում, սա connection-ներն են եւ այստեղ դուք կարող եք սենց ասած բզբզալ եւ տեսնել ինչ սարքեր կա, սա end device-ներն են, PC, laptop, server, printer, IP phone եւ այլ ուրեմն սարքեր։ Այսքանը այս դասի համար, շնորհակալություն։